Անգամ եւս բարիլույս Սեր բոլորին կողջունեմ յուրաքանչյուրդ մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով եւ բարի քալուստ կմաղթեմ բոլորնիդ եւ ինչ լավ է որ այսօր անգամ եւս միասին հավաքված ենք Աստծո տանը մեջ իրարու հետ Աստված ճաշտելու եւ իր խոսքը լսելու այսօր այսպես կրնամ ասել, որ դերևս պիտի շարունակություն մնե այն երկու քարոզներուն, որ ասկեց 2-3 շաբաթ առաջ սկսանք միասին, որ եթե կհիշեք երկու որդիներուն քարոզներ, երկու որդիներուն օրինակներ։ Եվ այսօր դեպեր այդ նյութը չէ, բայց կամփոխացնե այդ նյութին հետ։ Եվ պատկամին խորակիրն է հավատքը, որ կգործե, կամ գործող հավատք։ Շատ անգամներ կլսենք մեր շուրջը գտնվող մարդոցմեն, որ կսեն ես հավատացյալ եմ, ես քրիստոնյա եմ։ Ադենդեր մենք ալ կհայտարարենք, ես հավատացյալ եմ։ Ինչ կնշանակե հավատացյալ ըլլալ։ Կնշանակե հավատքի մը հետևիլ։ Եվ մեր բարակային քրիստոնեական հավատքին հետևիլ։ Ասիկա կնշանակե, որ մեր ըսածը և մեր ապրած կյանքը իրարու համապատասխան պետք է ըլլան։ Այնինչ որ գսենք և այնինչ որ հայտարարենք և մեր ապրած կյանքը իրարու պետք է ամբողջացնեն։ Մեկը մյուսին ցույց տա, որ իրական է ասիկա։ Եվ ասիկա ինքնին արդեն մեծ մարտահրավեր է, որովհետև թյուրին է խոսիլը, բայց թյուրին է ապրիլը, դժվար է։ Բայց Աստծո խոսքը գետը ուշադրությունը ավելի ապրելուն վրա գտնե, քան թե խոսելուն վրա։ Երբ որ կգարտանք Աստվածաշունչը, մանավանդ Հիսուսի խոսքերը, ուղղությունը, ուսուցումները, առակները, կտեսնենք, որ ամբողջությունը ընելու վրա են և ոչ թե խոսելու վրա։ Հակոբոս Սարաքյալ ճիշտ այդ ուղղությամբ իր նամակին մեջ եկեղեցիներուն այս նյութին մասին կգրե, որ որքան կարևոր է քու հավատքիդ հետ ըլլան նաև քու գործերդ։ Շատ լավ է հավատք ունենալը և հայտարարելը, որ դու ինչ հավատք ունես, արտահայտելը, որ դու ինչի կհավատաս, բայց քո հայտարարությունդ փաստ պետք է ունենա, անգլերեն գսեն evidence, և ասպարը շատ կգործածվի թադարաններու մեջ, և որ թադ կլա, թադախազը առաջ որ իր ասենք թադավարությունը անե, պետք է փաստեր ունենա իր ցերքին մեջ։ Եթե փաստ չունենա, չի գտնալ ճիշտ կերպով թադավարությունը անել։ Հավատքը նույն բանին կնմանի։ Եթե փաստ չունենա, եթե evidence չունենա, կնշանակե, որ հավատքը միայն բառեր են, միայն խոսքեր են, գործ, օրինակ, վկայություն չի գա։ Հակոբոս Սարաքյալ մեզի գսե, որ այս փաստը գսե գործերն են։ Գործեր։ Եվ մենք ընդհանրապես խնդիր ունենք քիչ մը գործերուն հետ։ Հավատքի հետ շատ խնդիր չունենք։ Մեր խնդիրը գործերուն հետն է։
Բողոս Սարակյալ ուրիշ փառը գործած է, գսե բդուղը։ Քաղաքացիներուն գրած նամակի մեջ 5-րդ գլուխի մեջ բդուղի մասին գխոսի։ Հակոբոս Սարակյալ գխոսի կորձերու մասին, Բողոս Սարակյալ գխոսի բդուղին մասին։ Երկուքը դա նույնն են, ամեն մեկը տարբեր բառը գործած է։ Ուրգեգու կա ասոնց հիմքը Հիսուսի լերան կարոզեն, որ քիչ առաջ փոխադարձ ընթերցանության մեջ կարտացինք։ Լերան քարոզը երբ որ գարտակ հավատքի մասին չխոսիր Հիսուս։ Գխոսի կորձի մասին։ Գխոսի ըներիկներուն մասին։ Եվ ադիկը շատ հետաքրքրական է։ Theological աստվածապանական նյութեր չի գանում։ Այլ ուղղություններ կան, ըներիկներ կան, բադվերներ կան։ Ուրեմն ավետարանի ամբողջ կենտրոնացումը ըներիկներու վրա է։ Ադիեսել չէ որ հավատքը կարևոր չէ։ Ադիեսել չէ որ ճշմարտությունը հավատալը կարևոր չէ, շատ կարևոր է։ Բայց Հակոբոս Սարակյալ գսե որ միայն հավատքը բավարար չէ։ Հավատքին հետ նաև պետք է ընկերակցի ինչը կորձը, վկայությունը։ Եվ գսե եթե հավատքին հետ կորձը չլա, հավատքը գսե մերած հավատք է։ Եվ գսե մերած հավատքը գփրկե, հարցում հարցնի, պատասխանը չի դար, բայց պատասխանը կարծեք թե հարցումի մեջն է արդեն։ Մերած հավատքը գփրկե։ Հավատքին հետ կորձ պետք է։ Ինչ օգուտ է եղբայրներս, եթե մեկը ասե թե հավատք ունի եւ կորձ չունենա։ Միթե հավատքը գրնա փրկել զանիգա։ Ինչ օգուտ ունի։ Որ մեկը ասե, կամ ես ասեմ, կամ ոյ մեկը ասե, ես հավատք ունիմ, ես այսպես կհավատամ, ես այնպես կհավատամ, բայց կյանքի մեջ վկայություն չունենա, կյանքի մեջ կորձ չունենա։ Այդ հավատքը գսե մերած հավատք է։ Եվ եթե ուրիշ ծանր բաներ գսե, հիմա պիտի հասնենք, այսինքն որովհետեւ կարողանանք հասկանալ։ Քիչ մը ծանր լեզու գործած է, արթնցնելու համար Աստծո ժողովրդին։ Օրինակ մոգուտա Հակոբոս Սարակյալ։ Գսե եթե մեկը պետք ունի, ընկերային վիճակի մը պետք ունի։ Գսե որ եթե մեկը եղբայրը գմսի գոր գերագուր չունի, հակվերիկ չունի, կամ անցմը, եւ եթե ասես որ Աստված կհոգա քեզ երթասպարով։ Սե ուր է հավատքը։ Ասի օրինակ մնե բարձրապես, ասորպես շատ հազարավոր օրինակներ կան։ Ուրեմն ընկերային վիճակի մը կհավասարցնե Հակոբոս Սարակյալ կորձը, վկայությունը, որ եթե ընկերային պետք բգա քու շուրջդ, անիգա մի անդեսր։ Այսպես ալ հավատքը, եթե իրեն հետ կորձ չունենա, առանցինը մերած է։ Այսինքն կյանք չկա այդ հավատքին մեջ։ Բարձրապես մտքի մեջ երևակայություն մնե։ Բարձրապես մտքիդ մեջ խաղապար մնե, որ երբեք չասցեր որ քու ապրած կյանքիդ վրա, քու կորձերուտ եւ քու ըներիկներուտ վրա։ Գրոնական հավատք է, գրոնքի հետևող հավատք է, որ խաղապարներով լեցուն է, բայց կորձի կետնի վրա գտեսնես, որ մեծ փոփոխություններ չունի, ճիշտ խոսքեր գսե, բայց սխալ կորձեր գնե։ Հիմա եկուր հասկացիր, լավ բաներ գսե գոր, բայց սխալ բաներ գնե գոր։ Ինչպես իրարու հետ կհամապատասխանեն, չեն համապատասխաներ, անոր համար առաքյալը մեզի գարթնցնե գոր, որ ծեր խոսքերը և ծեր կործերը իրարու հետ համապատասխանը լան, ակվերեն գսեն matching, իրարու հետ կալեն։ Ճիշտ հավատքը չի պրգեր,
Այսպես կսե։ Եթե միան ճիշտ հավատք ունենաս, ադիգա պամը չի փոխեր քեզի։ Անոր հետ վկայությունը դալ պետք է ունենաս։ Եվ գիտեք ինչ օրինակը կուտա։ Սատանայի օրինակը կուտա։ Կսե դու կհավատաս, որ Աստված մեկ է։ Շատ լավ գնես, աղիք գնես։ Թևերն ալ, սատանան ալ կհավատա եւ կվախնան, կսարսափին։ Եթե միան հավատք ունիս եւ վկայություն չի գա կյանքիդ մեջ, եթե կորց չի գա, ադիգա ըստ Արաքյալին սատանայի մագարտակի հավատք է։ Սատանան ալ կհավատա, քեզ մի ավելի կհավատա։ Աստուծո իր աչքովը կտեսնի։ Քեզ մի ավելի կհավատա եւ գթողա կսարսափի։ Ուրեմն, որքան կարևոր է, որ քու հավատքիդ հետ վկայությունը լա եւ կորձը լա։ Աստված մեկ է գսե։ Դու կհավատաս, որ Աստված մեկ է։ Ասկապարը, այսինքն ճշմարիտ վարդապետության եւ աստվածապանության վերնակիրն է։ Աստված մեկ է եւ ամբողջ մանրամասնությունները կշարունակվին հետո։ Աստուծո ճշմարտության։ Բայց ադիգա գսե սատանան արկիդ է։ Միան ադիգա բավարար չէ։ Քու կորձերդ, քու վկայություններդ, քու ուներիքներդ փաստ են, որ քու ունեցած հավատքդ որքան իրական է քու սրդիդ մեջ։ Շատ էր այդ հավատքով կշարունակին իրենց կյանքը։ Ադիգա թագարդ մնե։ Եվ մինչև վերջ կփորձեն ճիշտ կերպով հավատալ, ամեն բան մանրագրգիտ։ Լավ է, բայց բավարար չէ։ Անոր հետ պետք է լա վկայությունը։ Քու հավատքդ ոչ թե միան լեզուովդ արտահայտ է, այլ նաև քու կորձերովդ եւ քու վկայությունովդ։ Գուզես գիտնալ ով սնոդի մարդ, թե հավատքը առանց կորձերու մերած է։ Ով սնոդի մարդ։ Այսպես կգոչի Արաքյալը։ Անոնք, որոնք միան հավատքով գուզեն շարժիլ, բայց վկայություն չի գա իրենց կյանքի մեջ։ Արաքյալը սնոդի գսի անոնց։ Նայեցեք Փարիսամարացին։ Գիտենք պատմությունը, գիտենք օրինակը, ինչպես մարդը ջամփուն վրան ինգավ, գոպտվեցավ եւ այլն վիրավորվեցավ եւ 3 հոգիներ անցան։ Առաջինը 2 գրոնավորներ էին, որոնք շատ լավ հավատք ունեին։ Հավատքին մանրագրգիտ բաժինները լավ գիտեին։ Բայց անոնց հավատքը միայն իրենց միտքին մեջն էր, երևակայության մեջ։ Երրորդ անձն էր, որ Սամարացին, որ ոչ մեկ աստվածապանություն գիտեր, ոչ ալ այդ մեծ քաղաքարները գիտեր եւ այլն, բայց իր ունեցած փոքր հավատքով կարողացավ շատ մեծ գործ անել։ Եվ Հիսուս այդ Փարիսամարացին է, որ բադվեց։ Գտեսնեք, որ հավատքին հետ, երբ որ կորձը եկավ, Հիսուս բադվեց։ Եվ Աստված ադիգա գուզե։ Նայեցեք Զաքիոս, մեղավոր մեկն էր, Հիսուս ձալենվարի չեցուց իրեն, իր դուլը քնած, հավատքի եկավ, ես կհավատամ ըսավ եւ հոն մնաց։ Ոչ։ Ըսա որ հիմա հավատքս կորձի դարձնեմ։ Ամբողջ ունեցածիս կեսը աղքատներում պիտի դամ, մնացած դալ որու որ ինչ որ զրբարտություն հրացեմ, անգամ 4 մի դրեմ եւ պիտի վճարեմ։ Իր ունեցած հավատքը կորձի վերածեց։ Եվ Հիսուս ինչ ասավ Զաքիոսին համար, այսօր այս տանը փրկություն եղավ։ Փրկություն երբ եղավ, երբ որ Զաքիոս ջաշինը ստեցավ ըսավ որ կհավատամ քեզի։ Փրկությունը այն ադեն եղավ, երբ որ Զաքիոս հայտարարեց, որ իր հավատքին հետ ինչ պիտի անե։ Կտեսնեք հավատքը եւ կորձը, երբ որ քովի եկան, Հիսուս ասավ փրկություն եղավ։ Կարևոր չէ ինչ կսես, կարևորը քու ուսածներդ որքանով գնես։ Կորձող հավատքն է կարևորը եւ ոչ թե հայտարարված
հավատքը։ Հետաքրքրական Հակոբոս Արաքյալ մեզի երկու օրինակներ կտա։ Առաջին օրինակը Աբրահամին օրինակն է, որ հավատքի հայր էր։ Բոլոր հավատացյալներուն հայրը ինքն է։ Բայց միան հավատք չի մնաց իր մեջը, այդ ինչ եղավ, իր հավատքը կործի դրավ։ Եվ որ Աստված իր մեր խնդրանքն ուզեց, իր միածին որդին, մեկ հատիկ որդին զոհելու, իր հավատքը և իր կործը միասին քալեցին։ Աբրահամը հնազանդեցավ և այդ հնազանդությունով հավատացյալներու հայր կոչվեցավ։ Հավատքը և կործը։ Երկրորդ օրինակը, որ կուտա շատ հետաքրքրական է, որ Հակոբոս Արաքյալ քաջություն ունեցավ այդ օրինակը տալու և անիալ Ռախաբ բորնիկի օրինակն է, որ այս կինը Երիքովի մեջ ընդունված չէր բարիսպին վրան գաբրեր, քաղաքին զայրը այսինքն, որովհետև բորնիկ էր, շնության մեջ գաբրեր, բայց չենք գիտեր մանրամասնությունը ինչպես հավատք ունեցավ, երբ որ լրդեսներ եկան, երբ որ Հեսուն լրդեսներ ղրգեց Երիքով, ինչպես հավատք ունեցավ չենք գիտեր, Աստված ինչպես խոսեցավ, երազի միջոցով, դեսիլքի միջոցով, կամ իր սրդին թրները բացվեցան, աչքերը բացվեցան, չենք գիտեր, բայց մեկ բան գիտենք, որ Աստուծո կամքին հավատաց։ Եվ իր այդ հավատքը կործի վերածեց, երբ որ լրդեսները բահեց իր դանադանիքին վրա։ Ունեցավ այդ քաջությունը, որ կարողանա իր հավատքը, ունեցած հավատքը կործի տնել։ Եվ գիտեք, Ռախաբ բորնիկը Հիսուսի ծնած շարքին մեջն է, իր Հիսուսի descendants, իր սերունդեն որ գուքա, Ռախաբը մեջն է, որ ինչ հավատքով, ինչ կործի դարավ և կարողացավ այդ քիզին մեջը մտնել։ Ճշմարիտ հավատքը կկործե, կշարժի, ճշմարիտ հավատքը կծարայե, ճշմարիտ հավատքը դարբերություն կբերե իր շուրջիններուն, եկեղեցին, թրացիներուն, կործին, ուր որ կգտնվի, դարբերություն կբերե։ Ճշմարիտ հավատքը ողորմած է, ճշմարիտ հավատքը նեղություններ կգրե, զորավոր կլա, կշալգի այդ իր թեմ եղած բոլոր հագարակությունները, ճշմարիտ հավատքը գործնե, թիմացինին փարիքը կփնտրե, ճշմարիտ հավատքը դգարին կպաշտպանե, դգարին կօգնե, ճշմարիտ հավատքը կհնազանդի Աստուծո խոսքին, ճշմարիտ հավատքը փարի վկայություն կբերե։ Գտեսնեք, այս բոլոր ըսածներուս մեջ բոլորը կործեր են, բոլորը ըներիկներ են, քաղաքապարներ չեն, և հավատքը այդ ըներիկներն են։ Հավատքը աբրող պետք է լա, թե ոչ ինքնին մինագը գմերնի։ Եվ Հակոբոս Արաքյալ գգաբե հավատքը աբրող մարդումը և մերած մարդումը։ Գեսե ինչ է դարբերությունը, մեկը որ գաբրի գոր և մեկը որ մերած է։ Մեկուն մեջ հոգի գա, մյուսին մեջ հոգի չի գա։ Մարմինը, այս մեր մարմինը կնմանցնե հավատքի և հոգին, մեր հոգին, մարդու հոգին կնմանցնե կործի։
Ինչ է տարբերությունը երկուքին։ Երկու տեսակ մարմիններուն, որ որու մեջ որ հոգի կա, կյանք կա, իսկ որու մեջ որ հոգի չի կա, մեռած է։ Հավատքն ալ նույնն է։ Եվ որ հավատքին հետ կորձ կա, կյանք կա, արդյունք կա, իսկ եթե հավատքին հետ կորձ չի կա, մեռած է։ Հավատքը մեռած է։ Քանզի ինչպես մարմինը առանց հոգիի մեռած է, նույնպես ալ հավատքը առանց կորձերու մեռած է։ Առանց փաստի, առանց վկայության, առանց կորձունեության հավատքը գմերնի։ Լավ է ասել ես հավատացյալ եմ։ Ադիգա առաջին գետն է։ Բայց ինչ պետք է անենք։ Կարողանանք մեր խոսքերը կորձի վերածել։ Ինչ որ կհավատանք, ադիգա արդյունք պետք է դա։ Կորձի պետք է վերածվի, փաստ պետք է ունենա, որ մեր հավատքը իրական եւ ճշմարիտ հավատք է։ Ինչ կրնամ անել, քու շուրջը տնայր։ Եթե պետքեր կան, եթե կարող ես այդ պետքերը լեցնել, ըրե։ Եթե մեկը քեզ մե օգնություն գխնդրե, եթե կարող ես, ըրե։ Երեսպիտ արցներ։ Եվ ես կտեսնեմ մեր եկեղեցիի մեջ, որքան գսիրենք իրարու հոգ տանել, եւ ասի շատ լավ բան է։ Շատերս օտոյի սենք ծառայություն գնենք, մեկը օտո չունի, դժվարություն ունի գալու, ձերը եւ այլն, մեկը մյուսին կհասցնե, գբերը ետ կդանի։ Ասի հավատքը կորձի տնել է։ Շատ մգիներ հյուրասիրությամբ կսպաղին։ Մենք հիմա ինչ ա, որ քիչ է դուք իշտենք, ամեն բան շարված է սեղանին վրա, սուրճը տաք է, ամեն բան ապահովված է, գվայրենք։ Բայց ադիգա սեղանին վրա ալլալու համար մարդ աշխատած է ադոր յետևը։ Մարդիկ կան, որ աշխատած են, մարդիկ կան, որ կացած են իրեն ժամանակը դրամատրած են, քնումը ըրած են, փերած են, ուրիշներ կան, որ եկած են անոնք, սառնարան հանած են, ափսեներու մեջ տրած են, ուրիշները ջուրը լեցուցած են, սուրճը պատրաստած են, մարդիկ կան, որ աշխատած են։ Հավատքը կորձի վերածել։ Ասի եկեղեցի մեջ բարձ օրինակներ են ասոնք։ Մեր մեջ շատ անգամներ հիվանդներ գլան եւ գտեսնեմ եւ գլսեմ, գայցել ենք, գեհերացայնենք։ Անոր որբիսության մասին հետաքրքրված ենք։ Եթե բանիմը պետք ունի, ասի հավատքը կորձի վերածել է։ Գտեսնեք որ որքան կարևոր է ոչ թե միան ճիշտ հավատալը, այլ նաեւ ճիշտ ընելը։ Հավատքը եւ կորձը։ Իրարու ծառայենք։ Շատ անգամներ մենք կսենք, որ շատ չենք տեսնել, որ մեր շուրջը մարդիկ պետք ունին։ Մենք իրարու գրնանք նայել։ Իրարու գրնանք բրբդել եւ տեսնել, որ շատ անգամներ շատերս պետք ունենք։ Ծառայությանը պետք ունենք, օգնությանը պետք ունենք, այցելության պետք ունենք, տելեֆոնի պետք ունենք։ Պետք ունենք, որ մեկը մեզի հարցնե ինչպես ես։ Ասոնք կորձեր են։ Մեր հավատքին հետ մեր կորձը պետք է գալի։ Նայր այս եկեղեցի մեջ ինչ պետք է կան։ Քոնե մեկ բան որոշ է անել։ Եկեղեցի հոգապարծության մոդեցիր, հովիվի մոդեցիր, ոյ մեկումը մոդեցիր, պատասխանատու եղբայրներ են, քույրեր են։ Եվ ասե որ դու պատրաստ ես փամ անելու, եթե պետք կգա։ Շատ պետք է կան։ Պատրաստ եղիր անելու, այդ սիրտը ունեցիր, պատրաստակամությունը ունեցիր, հավատքդ կորձի վերածե, դու ինչ կրնաս անել, եւ ադիգա մեծ փոփոխություն ունի, նախտուն գործնվիս։ Ես եմ, ծառայության մեջ ոյ մեկ բանը որ գնես, առաջ որ շուրջիններդ օրտնվին, առաջինը տուն գործնվիս։ Ինչ որ ունես, Աստված սրտիդ մեջ այդ ըսկացումը գուտա, այդ օրհնությունը գուտա, որ դու իր գամքը կատարեցիր։
Եվ ադիգա քու հավատքդ գզորացնե, քու հավատքդ գմեցնե։ Առաջին օգտվողը տուն գլաս եւ յետքը անոնք որոնք քու շուրջը դն։ Ուրեմն սիրելիներ, հավատքը եւ կորձերը իրարու հետ կերտան։ Եթե միան կորձ ունենանք եւ հավատք չունենանք, բարեկորձական հաստատության մը գվերածվենք։ Որ ինքին սխալ բան չէ, լավ բան է, կկաչադրեմ ես։ Բայց միան հոնգը մնա ադիա։ Եթե միան հավատք ունենանք եւ կորձ չունենանք, գրոնավոր փարիսեցիի մը գնամանինք։ Անորամար եւ հավատք ունենանք, եւ ալ կորձ ունենանք։ Հավատքը գենթանի բահողը կորձն է։ Եթե չունիս այդ ծառայությունը, չունիս այդ վգայությունը, քու ունեցած հավատքդ բիդի մեռնի։ Միայն այն ժամանակ գշարունակե հավատքը ապրիլ, երբ որ մենք գշարունակենք կորձել։ Այնպես որ թող Դերը, թող Սուրբ Օքին մեզի օգնե հասկանալու այս ճշմարտությունը, այս խորհուրդը եւ մեր հավատքին վրա կորձ ավելցնելու։ Մեզի արիտներ թող դա Աստծո Հոգին, որ կարողանանք այդ արիտներուն ընդմեջեն մեր ունեցած հավատքը կորձի վերածենք։ Ամեն։ Աղոթենք։ Դեր շնորհակալ ենք քեզ, որ քու խոսքը ճշմարտություն է։ Շնորհակալ ենք քեզ, որ դու մեզի օգնես այս ճշմարտության մեջը մտնելու, որովհետև քու կամքդ ադիգա է։ Շնորհակալ ենք այս խորհրդին համար, որ դու մեր առջևը բացիր այսօր, որ դու մեր ունեցած հավատքին հետ դու կորձալ գագնգալես, գսպասես, գուզես ով դեր որ այն հավատքին մեջ, որ մեզի ցանեցիր, մենք անոր մեջ բդուղ բերենք, մենք անոր մեջ արդյունք տանք, մենք անոր մեջ կորձոլ լանք, որովհետեւ մեր հավատքը գենթանի մնա։ Անորամար գաղոթենք, որ դու մեզի օգնես այս բանին մեջ, դու մեզի ուղես եւ առաջնորդես, իմաստությունով լեցնես եւ արիտներ դաս մեզի ով դեր այս հավատքը գենթանի բահելու։ Շնորհակալ ենք քեզ մե, ինչ որ գնես եւ ինչ որ պիտի անես, փառք լա քեզի։ Ամեն։